Ողջույն սիրելի բարեկամ։ Ուրիշ ինչ պետք է իմանալ նախքան Աստվածաշունչ ընթերցելը։ Հասկանալ ուղակի, թե այլաբանորեն։ Աստվածաշունչը պարունակում է գրական ոճերի բազում տեսակներ։ Սա պետք է նկատի ունենալ, երբ ցանկանում եք խորապես հասկանալ Աստվածաշնչի այս կամ այն հատվածը։ Օրինակ, պատմական գրքերը պետք է հասկանալ եւ ընկալել որպես իրական պատմության արձանագրում, հակառակ սրա շատ այլ գրքեր պարունակում են բազում այլաբանություններ, որոնք անհնար է բառացի հասկանալ։ Այսպիսի օրինակներ կան Հայտնության գրքում, Դանիելի, Եզեկիելի մարգարեություններում, Երգերգոցում եւ շատ այլ գրքերում։ Այլ հատվածներ կան, որոնք ունեն եւ այլաբանական իմաստ եւ կարող են ընկալվել ուղիղ իմաստով։ Աստվածաշնչի այս կամ այն հատվածի իմաստը ուղղակի կամ փոխաբերական ընկալելու առումով կարևոր են մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնաբանությունները։ Առաջին անգամ ընթերցելիս ցանկալի է նոթատետր պահել եւ դժվար ընկալելի հատվածների վերաբերյալ նշումներ անել։ Երբ արդեն ընթերցանությունն ավարտվի, մեծապես օգտակար կլինի ընթերցել եկեղեցու հեղինակավոր մեկնաբանողների գրքերը, որոնք կոչվում են մեկնություններ։ Այսպիսի հեղինակներ են Սուրբ Հովան Ոսկեբերանը, Սուրբ Բարսեղ Կեսարացին, հայ հեղինակներից Սուրբ Գրիգոր Տաթևացին, Նոր շրջանից Մաղաքիա arczepiskopos Օրմանյանը եւ այլք։ Կարևոր է իմանալ, որ սովորաբար ընթերցելու ընթացքում արդեն իսկ պարզ է լինում, թե հատվածը պետք է ուղղակի իմաստով հասկանալ, թե այլաբանական։ Ում պետք է հարցնել, երբ որևէ հատված ընթերցելիս դժվարանում եք այն ընկալել։ Հավատացյալ հայորդիների համար խրախուսելի է նաև այն պարագան, որ երբ Աստվածաշնչում հանդիպեն մի հատված, որը չկարողանան հասկանալ, մոտենան իրենց համայնքի հոգևորականին եւ նրա հետ զրուցեն այդ հատվածի շուրջ։ Սա նաև լավ առիթ կլինի հետագա ուղղորդում ստանալու համար։ Սիրելի բարեկամ, հիմա պիտի հասկանանք, թե հին եւ նոր կտակարանները ինչպես են կապված միմյանց հետ։ Օգոստինոս Երանելին ասել է. նոր կտակարանն անթեղված է հնում, հինը բացահայտվում է նորում։ Սա կատարյալ ճշմարտություն է եւ նշանակում է, որ նոր կտակարանը կարծես հին կտակարանի խտացված կամ բյուրեղացած ձևն է։ Երբ նոր կտակարանում ընթերցում ենք «Պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես», ապա այս նույն գաղափարը տեսնում ենք հին կտակարանի բազմաթիվ պատմություններում եւ խոսքերում։ Ավելին, հին կտակարանը որոշակի կերպով հիմքն է նոր կտակարանի, իսկ երբ ասվում է հինը բացահայտվում է նորում, նկատի են առնվում բոլոր այն հատվածները, որոնք սկսնակ ընթերցողը թերևս չէր կարողանում հասկանալ, երբ ընթերցում էր հին կտակարանը։ Այժմ նորը ընթերցելով նրա համար ամբողջովին բացահայտվում է, թե ինչու էր հին կտակարանում գրված այս կամ այն հատվածը։ Գիտելիք եւ հոգի։ Աստվածաշունչը հոգևոր գիրք է։ Սա իհարկե չի նշանակում, որ մեր գիտելիքն ու տրամաբանությունը անհրաժեշտ չեն ընկալելու համար այն։ Սակայն եթե միայն գիտելիքն է կիրառվում առանց բաց սրտի եւ մտքի, Աստվածաշնչի ընթերցողը նմանվում է նրանց, ում մասին Քրիստոս ասել է. քննեցեք գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք, բայց այդ գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետև դուք կարծում եք, թե հավիտենական կյանք ունեք, եւ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Այս հատվածը Հովհաննեսի ավետարանից էր։ Կարելի է արդյոք Աստվածաշունչը
կարդալ հատվածաբար։ Չնայած Աստվածաշնչի իմաստը առավել հստակ ու պարզ է դառնում, երբ այն շատ ես ընթերցում, այդուհանդերձ ընթերցելիս պետք է նկատի ունենալ, որ Աստվածաշունչը կյանքի գիրք է։ Այն խոսք ունի ասելու մեզ մեր յուրաքանչյուր օրվա համար։ Աստվածաշունչը ծավալուն գիրք է, այդպիսին է նաև մեր կյանքի ճամփորդությունը, որի ընթացքում բազում կարիքներ ու ապրումներ ենք ունենում։ Այն գրվել է իրական կյանքում ապրող իրական մարդկանց համար։ Այս պատճառով է, որ բազում հատվածներ կհանդիպենք, որոնք գրված են կյանքի զանազան իրավիճակների համար՝ ուրախություն, տխրություն, զայրույթ, հուսահատություն, կասկած եւ այլն։ Սիրելի բարեկամ, ինչպիսին է մարդ-Աստված հարաբերությունը Աստվածաշնչում։ Աստված չի փոխվում, սակայն մարդկության հետ նրա հարաբերությունները ժամանակի ընթացքում փոխվում են։ Ինչպես ծնողի սերը երբեք չի վերանում իր զավակի հանդեպ, չնայած զավակի հասունացմամբ նրա վերաբերմունքը փոխվում է։ Նույն կերպ էլ Աստված մարդ հարաբերությունների դեպքում է։ Այս ծնող-զավակ հարաբերությունների օրինակը արտահայտում է Աստծո անփոփոխ լինելը եւ մարդկության հետ պատմության ընթացքում նրա հարաբերությունների փոփոխությունը։ Մասամբ սրանով է պայմանավորված, որ առաջին անգամ ընթերցելիս հին կտակարանում եւ նոր կտակարանում ներկայացված Աստված կարծես թե տարբեր է։ Նույն կերպով միևնույն երևույթը եւ գաղափարը կարող է ողջ Աստվածաշունչը ընթերցելու ընթացքում աստիճանաբար բացահայտվի եւ ոչ թե միանգամից։ Օրինակ, հին կտակարանում մահվանից հետո կյանքի մասին շատ քիչ կա գրված, մինչդեռ նոր կտակարանի վերջում այս գաղափարը ամբողջապես բացահայտված է եւ հաստատված։ Բարի ընթերցում։ Սիրելի հավատացյալ, այս տեքստը կազմել էր Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի միաբան Գարեգին Վարդապետ Համբարձումյանը։